Ես գործը հենց ամենասկզբից է շինծու գործ է եղել, որտեղ Սերոպի պես ազգասեր հայրենանվեր ու նվիրյալ հայ որդի չէր կարա անել են ինչ-ի համար, որ ինքը այսօր մեղադրվում է։ Սերոպի երևի միակ մեղադրանքը նրանում է, որ ինքը իր երկիրը, իր հողը ջուրը, իր հայրենիքը շատ է սիրում ու իր հայրենիքի սերունդի համար է հոգ տանում իր կյանքի գնով։ Ինչ որ վերաբերվում է դատավարությանը, մենք դեռ հույս ունենք, որ դատը արդար կլինի ու Սերոբ Գասպարյանին բաց կթողեն, որտեղ 7 ամիս է այդ մարդը իր ընտանիքից կտրված, իր թոռներից կտրված, որ իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին, ինչպես նաև Ռուստամ Գասպարյանը, Ռաֆոն, բոլորն էլ իրենց կյանքը զոհաբերել են Հայաստանին։ Այսօր այդ ընտանիքը նվիրված է եղել իր երկրին։ Հիմա Սերոբ Գասպարյանը դատվում է նրա համար, որ ինքը իր երկիրը շատ է սիրում։ Իսկ երկիրը սիրելու համար չի կարելի դատել։ Դատել մի հրամանատարի, որը գործող հրամանատար է, զորքը այսօր սահմանապահում ու իր հրամանատարի կարիքն է ազգում։ Իսկ հրամանատարներին վերցնել ու շինծու գործով փագել, դա արդարացի չի։ Ու մեր այսօրվա այստեղ հավաքվելը խոսում է նրա մասին, որ մենք պահանջում ենք արդարացի դատավարություն եւ պահանջում ենք Սերոբ Գասպարյանին ազատ արձակել։ Ներողություն, իսկ սա կոնկրետ Սերոբ Գասպարյանի անձի դեմ է ուղղված, թե կռվող մարդկանց, որ տեսեք, եթե դուք շարունակեք կռվել, պայքարել, ձեզ բոլորիդ նույնն է սպասում։ Սերոբ Գասպարյանի անձի մասին չի խոսքը, խոսքը գնում է բոլոր այն անձանց մասին, ովքեր որ պայքարում են։ Սերոբ Գասպարյանն է, Պավլիկ Մանուկյանն է, ովքեր որ պայքարում են իրանց ազգի համար, բոլորի անձի դիմաց ինչ-որ շինծու գործեր է կատարվում։ Այսինքն ընդհանուր առմամբ մարտունակության, բանակի Այո, ուզում են մարտական ոգին, այն տղաները, որ նվիրյալ են իրանց ազգին, իրանց երկրին, իրանց պետականությանը եւ արժանապատվությանը, այդ մարդկանց ուզում են կոտրած լինեն։ Բայց ասենք ազգի մեջ շատ կան Սերոբ Գասպարյանի նման նվիրյալներ շատ կան, որ չես կարող մեկին, երկուսին ասենք շինծու գործով փագելով մնացածի ոգին կոտրես։ Միշտ էլ մայրերը ծնել են հայրենասերներ, միշտ էլ մայրերը ծնել են նվիրյալներ։ Ու այդ նվիրյալների պայքարը միշտ էլ շարունակվելու է, քանի մեր ազգային ինքնասիրությունն ու արժեքները չի վերականգնվել։ Այսինքն 1-2 հոգի նվիրյալներին փագելով դա չի նշանակում, որ ժողովրդին կարած լռեցնես։ Ժողովուրդը էլ իր խոսքը ասելու է, իր արդարությունը պահանջելու է ու մենք պետք է հասնենք դրան, որ մեր հերոսները, մեր կենթանի հերոսները, նվիրյալները լինեն մեր կողքին, ժողովրդի կողքին եւ մեր ժողովուրդն էլ իր խոսքը պետք է ասի։ Ոչ թե միայն մարտական ընկերները կամ նվիրյալները, այլ ժողովուրդիկն էլ իր խոսքը պետք է ասի, որ այսօր այդ մարդիկ են պահում մեր սահմանները։ Կռված տղեն է պահում ազգի արժանապատվությունը իր կյանքի գնով։ Բոլորը ունեն ընտանիք, երեխեք, բայց հենց ազգը վտանգի մեջ հանգնում, իրանք թողնում են ամեն ինչ, զենքը վերցնում են, գնում են պատերազմ, ինչի համար։ Ազգի պատիվը պահելու համար։ Ու այսօր մենք այս մարդկանց դատում ենք։ Ուր մնաց արդարությունը։